Stradivarius-ը մտնելու մի երկու բան նայեմ, մի երկու բան փորձեմ։ Հրաշալի օր այսօր, վերջացրեցի աշխատանքս ու վերջապես տանից դուրս եմ գալիս ու չնայած ես որ ժամը 6-ից արթուն եմ, ինձ մեկա ստիպում եմ, որ այս արևը բաց չթողնեմ ու մեկա դուրս գամ տնից, մի քիչ քայլեմ ու կակրած ձեռի հետ էլ մի երկու խանութ կմտնեմ, շուտվանից ինչ-որ շորեր չեմ փորձել։ Մինչև գնալը, կազմում սկսվում մտնեմ խանութից արվում կոֆե, այնտեղ ինչ-որ խմելու մի բան։ Տենց։ Հիշում եմ, որ Հայաստանում տենց մի 10 տարի առաջ սենց Արիզոնայի չայ էի առել, այս Արիզոնա Green Tea-ից ու մի 10 հատ նկար էի արել ու գցել Instagram։ Այն ժամանակ Tumblr-ում լավ մոդա էր, բայց այս չայը չեմ վերցնում, որտեղ չեմ հասկանում այս չայի իմաստը, որ ինքը քաղցր չի անհամա, բայց 37 կիլոկալորիա է 100 միլիոն։ Մի կիլոկալորիայի փոխարեն, որ սովորական չայերը պետք է լինեն, ինչ կա մեջը ավելացրած։ Վերցնում եմ սենց հյութ կաթով։ Այս կաթով սոկի մեջ կա ընդհանրապես 12 կիլոկալորիա 100 միլիոն, այսինքն 330 միլիոն ընդհանրապես 40։ Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ընդհանրապես սպասեցի Իրանի այս կիլոկալորիաներ հաշվելը, բայց վերջին մի քանի շաբաթում լավ քաշ եմ հավաքել, ու հիմա սենց ճիշտ կարգավորված սնվում եմ ու սպորտով եմ զբաղվում, որ այդ քաշը կորցնեմ, չեմ ուզում առնել, այս ամենաշատը քիչ առնելուց նման որ կողմը լինի ավելի պակաս, առաջ անընդհատ խմում էի Coca-Cola Zero, ու սենց Coca-Cola Zero Pro-Label, բայց հիմա դրանից եմ հրաժարվել։ Ես ոչ մի նյուտրիցոլոգ չեմ, ոչ մի պրոֆեսիոնալի մոտ չեմ գնացել, այս սա ինֆորմացիան ChatGPT-ից է ու ինտերնետից, հենց ոչ ինֆորմացիան է, հստակ չի, որովհետև ես ոչ մասնակետ եմ, որ իմացեք ու իմ ասած ինֆորմացիան սենց որպես փաստեր մի ընդունեք։ Ես չէի կարա այս ծառին մոտիկ չգայի ու չնկարեի։ Ինչ սիրուն է։ Ովքեր են նկարվում ես ծառի հետ, ես ու ինչ-որ տատիկներ։ Վերցրել եմ սենց ջինսից շալվար, բաց գույնի, սենց մի հատ սառոչկա, ռուբաշկա, գծավոր, հիմա տեսնեմ, որ սենց շատ մոդա է ու այս cap sleeves-ը ու հենց ընդհանրապես այս ստիլը, սենց ճապոնական մի տեսակ ու սենց մի հատ սովորական երկարթև գծավոր, վերցրել եմ այս շագանակագույն գծերի համար, որ այս շալվարի հետ, գոտու հետ լավ սազում է, փորձեմ հեսա իրար հետ աութֆիթը հավաքել։ Իտակ, slot նոմեր 1 ու արդեն մենակ այս long sleeve-ը հագնելուց հետո հասկացա, որ outfit-ս մի 10 անգամ ավելի սիրուն դառավ ու հայլու մեջ անդադներում եմ ու սենց մտածում եմ, որ ինչ գեշ եմ այսօր, ինչ-որ դուրս չէր գալիս ոչ մի բան, մենակ այս long sleeve-ը հագնելուց հետո հասկացա, որ ես սկսեցի ինքս ինձ դուր գալի, այս outfit-ը շատ ավելի դուրս գալիս է, բայց չգիտեմ, իմ մոտ այս պահին ինչ-որ body dysmorphia-ա սկսել, որովհետև ես ինձ հայլու մեջ նայում, ես չեմ կարող ինքս ինձ ընկալեմ ոչ մի ձև ու չեմ ուզում սենց ահավոր կլիշե ինչ-որ բաներ ասեմ կամ ինչ-որ մարդկանց տրիգեր անեմ, բայց ես նայում հիմա հայլու մեջ ու անդադ մտածում եմ, որ ես չար եմ, որ ինձ չի սազում, որովհետև ես չար եմ, որ պետք է նիհարեմ, որ նոր կարողանամ սկսեմ հագնել։ Ամեն դեպքում ձեռքերը մի քիչ կարճ են, սենց ընկած ուսերով է, բայց սենց երկար է, բայց մեկա որ սենց անում, սենց լավ կարճանում է, ու այս ռազմերը, ինձ հիմա M-ը պետք է վերցնեմ։
ուզում եմ այս վիդեոն անեմ, որ մի ամիս, երկու ամիս հետո նորից նայեմ այս վիդեոն, ասում վայ, այս ինչ լավ նիհարել եմ հիմա, համեմատած այս վիդեոյի, որովհետև այս վերևի հատվածի, եթե ինչ շատ հազիվ է կոչկվել։ Բայց շալվարը շատ սիրուն է, հավեսով կհակնի։ Այստեղ հիմա չէ։ Slot number 3 Այս չգիտեմ, ինձ ճապոնական ստիլ է հիշացում, սենց ճապոնական ստիլի տոպ։ Լավն է, դուրս շատ եկավ, բայց ինձ չի թվում, որ ես հիմա ինչ-որ մի բան կառնեմ, որովհետև ես չունեմ այդ տրամադրությունը այս պահին, ինչ-որ մի բան առնելու, հեչ դուրս չեմ գալիս, չգիտեմ, ես նայում եմ, հասկանում եմ, որ այս տոպը շատ սիրուն է, բայց ոնց որ մեկը իմ վրա սիրուն չի նստում, որ այս շալվարը շատ սիրուն է, բայց մեկը տեսեք իմ վրա սիրուն չի նստում, այս շատ սիրուն է, բայց մեկը իմ վրա սիրուն չի նստում։ Այսօր իմ օրը չի, ոչինչ։ Ես իհարկե որոշեցի, որ ոչ մի բան չեմ առնում ու տանում եմ հանձնեմ ուղղակի ու դուրս գամ։ Today is not my day։ Ձեռի հետ տուն գալուց մտամ երկու բան առա, առևտուր արեցի տան համար, խլոպյա, սենց, կրեկերներ, ձու, կուկուրուզ, աղամբ, սալաթի համար, երկու հատ մանգո, Alproyes յոգուրտները, blueberry muffin համով ու apple pie համով, շատ համով, սենց գազոր, կաթ ու բանան, կաղամբը, ամենաիմ մեծ culture shock-ն է, որ կաղամբը, այս մի կաղամբը ստեղ արժի 3 €67, համարյա 1700 դրամ։ Իսկ Հայաստանում, չգիտեմ, սենց մի կաղամբին, ասենք կաղամբի կիլոն 100 դրամ է։ Ուժս։ Աչկերիս տակի հատվածներում հատուկ դեղ էի քսել կրեմ, այս պարկերի դեմ ու այդ կրեմը լոբու, ֆերմենտացված լոբուց է, կորեական կրեմը աչկերի տակի համար նախատեսված ու այդ կրեմից աչկերի շուրջը սկսում է դեղնել, մի տեսակ դեղին կանաչ գույն է հայտնվում, ուզում եմ մի հատ deep cleansing անել ամբողջ դեմքս ու հետնել այդ կրեմը մաքրել, օգտագործում եմ այս Anuai Heart Leaf plus BHA դեմքը լվանալու համար նախատեսված ու օգտագործում եմ սենց միկրո ասեղներով ակնեի դեմ պատճերեն, այսենց անցած վլոգից մեջ unboxing-ի ժամանակ ցույց եմ տվել ու անենց լավն են այս պատճերը, որ համարը Դաժը չեն էլ երևում դեմքի վրա հույս ունեմ, դուք ասեք, երևում է թե չէ վիդեոյի մեջ կամ իմ տեսողությունն ավատ, որտեղ օրինակ այս հեռավորության վրա այս ընդհանրապես հայրի մեջ չեմ տեսում գնանք կոֆե խմելու ու պատմեմ երկու բանի մասին կոֆես արդեն դրել էի, որ լինի խմում եմ սովորական էսպրեսո, հիմա արդեն էլ սկսել եմ կաթով էլ չխմել էսպրեսոն, բայց այնքան էլ շատ ջուր չեմ լցնում, որ ամերիկանո դառնա, տենց էսպրեսոյի ու ամերիկանոյի արանքը մի բան։ Այս բաժակը պատվիրելուց ես չէի մտածել, որ շատ անհարմար է լինելու, թե այս հատվածից ուզենալ խմել, այլ ոչ թե հիմնականում այս հատուկ նախատեսված անցքից, այս Պասուդամոյկանա ձեն հանում, գնանք բալկոն, որ չխանգարի։ Այս անգամ գրադարանից վերցրել եմ 3 հատ գիրք։
Առաջինը, հա, ես կարդում եմ Ֆյոդոր Դոստոևսկի անգլերենով The Idiot։ Ու շատ անգամներ կարդալու ընթացքում ինչ-որ նախադասություններ կան, ինչ-որ բառակապակցություններ կարդալուց արդեն հասկանում, որ ռուսերենով ոնց է գրած է եղել։ Օրինակ, անգլերենով մի հատ խոսակցության մեջ դիալոգի մեջ կա թարգմանած, որ մեկը ասում է maybe։ Ես ինձ տեսակ զգում եմ, որ այդքան էլ նատուրալ չի հնչում անգլերենով, maybe, արտահայտությունը, ես հասկացար, ուղղակի ռուսերենով երևի, возможно, ինչ-որ սենց մի բան է եղել այդ դիալոգի մեջ, էջանշանս գնահատեք, այսենց chili pepper-ը, հաջորդը իսպաներեն կոմիքս է, վիզուալ նովել, Solo necesito un gato para conquistar el mundo, ինձ պետք է մենակ մի կատու, որ գրավեմ աշխարհը։ Ուզում եմ երկու սենց էջեր ցույց տամ, որտեղ է։ Կատուների մասին կոմիքս է, մեծ նկարով ու տեքստով, ու շատ ժամանակ եմ, որ մի անգամից նկարին նայելով առանց պիրիվոչիկ օգտագործելու հասկանում ես, թե բառը ինչ է նշանակում։ Շատ ծաղալու նկար կար ստեղ։ Wait a minute, հեսա ցույց տամ։ Պատրաստեք, թե տեսակ արդեն։ Ու հաջորդը սենց տարբեր իստորյաների, պատմությունների հավաքածու գիրք է, Իրեն Նեմիրովսկի, գրողը Կիևից է, բայց այս գիրքը գրած է եղել ֆրանսերեն, ինչի եմ հետաքրքրվել դրանով, որովհետև գիրքը կարդալուց շատ տեղեր տենում էի, որ գրած է, որ ինչ-որ մեկը ասեց SSS in English, անգլերենով, բայց գիրքը գրած է անգլերենով, այդ ամեն ինչը անգլերեն է կատարվում, ու սենց մոտս մի տեսակ հարցական առաջացավ, ինչու ամենտեղ գրած ասեց essence անգլերենով, որ լեզվով է գրած է այս գիրքը, մտածում եմ երևի ուկրաիներեն, որովհետև հենց գրողի մասին ստեղ գրած է, որ Իրեն Նեմիրովսկի was born in Kiev, ու հետո կարդացի ու հասկացա, որ այս գիրքը թարգմանություն է ֆրանսերենից։ Ու իրականում սենց մի երկու բան կարդալով, մի երկու էջն եմ կարդացել առաջին պատմության հլվոր, հասկացա, որ ինձ ընդհանրապես դուր չի գալիս, բայց քանի որ իր մեջ տարբեր պատմություններ են, այդ մի պատմությունն է երևի, որ այդքան էլ դուրս չի գալի, հենց այս ամենաառաջինը David Golder, ինչ-որ, չգիտեմ, հլվոր շատ անհասկանալի բան է սկսում, մոնոլոգ, այդ պերսոնաժի ներքին մոնոլոգների մասին, որ այդքան էլ դուրս չի գալիս, բայց եթե դուրս չկա, ինձ չեմ պարտադրելու մինչև վերջ կարդամ, ուղղակի կարամ skip անեմ այդ մի պատմությունը ու հաջորդը կարդամ։ Հաջորդը The Ball, I'm sorry։ Ռասում տեսողությունը զվատ է։